Ոչ պայթյունը լավ, ոչ էսը լավ, ոչ ձեն չի, պայթյունը լավ, հիմա այս սաղ ապակի թապել էր, ուղղակի սենց ղռ միացած ձեն եկավ ու թապավ։ Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի փլուզման ականատեսն է պատմում, մոտեցել է պատուհանին ու դուրս նայել, սակայն մի քանի րոպե միայն թանձր փոշի է տեսանելի եղել։ Դե փոշին ծխի նման է, ասեն երևի հրդեհ է, բան է էդը, նոր չէ, որ մի քիչ պարզվեց, հասկացանք, որ բան է, շենքը չկա։ Մեկ այլ բնակիչն էլ պատմում է, որ ինքն էլ ձայներ չի լսել, միայն տեսել է, թե ինչպես է շենքի մի հատված հողին հավասարեցվում։ Ես 4-րդ հարգում եմ, ձայներ առանձնապես այդպես չեմ լսել, ուղղակի ինձ թվաց մառախուղ է, դուրս եկա այս կողմը պատուհանից նայեցի մառախուղ էր, հետո ասացի լավ այն կողմից նայեմ, այն կողմից դուրս եկա բալկոն, տեսա շենքը արդեն նստած է, փլուզվել է լրիվ։ Շիրակի փողոցում գտնվող 1290 քառակուսի մետր մակերեսով եռահարկ շենքը մասամբ փլուզվել է ժամը 10-ի սահմաններում։ Մասնակի փլուզման հետևանքով մեկ քաղաքացի հոսպիտալացվել է, որն այդ պահին անցնելիս է եղել շենքի կողքով։ Բնակիչներն ասում են, շենքում գործել են արտադրամաս, պահեստ եւ գրասենյակներ, դրանք վարձակալությամբ էին տրված։ Այս սաղ դաշնամուրը բաներ է, ցեխեր է, կետչուպի, մայոնեզի, յուղերի, բաների, մարդիկ, այս սև պատուհանները, որ երևում է, դրանք սաղ ցեխեր են, տակը օֆիսներ է, երկրորդ հարկը, այս ամիջապես սրա տակը բանն է, գերմանական գործիքների բաներ, մեծ խանութեր։ Գիտենք, որ վերևում տրուբաները դրել են արտադրամասախ, որեղ են բան են պատրաստում, այդքան առանձնապես տենց տեղյակ չենք։ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը հաստատեց, որ փլուզված շինության մի մասը ծառայել է որպես սննդի արտադրամաս, իսկ մյուս մասը պահեստ։ Տարահանվել են մասնաշենքում, կողքի մասնաշենքի եղած աշխատակիցները, հետախուզության ժամանակ հետախուզությունից պարզվել է, որ գազի արտահոս կա։ Գալստյանի խոսքից ենթադրվում է, որ գազի խողովակը վնասվել է փլուզման հետևանքով։ Նախնական կապ ասել այդ գազի արտահոսքը ում մեղքով է եղել, ում պատասխանատվության տիրույթում։ Չէ, գազի արտահոսքը բան է, խողովակն է, դրսի խողովակն է, փլուզման հետևանքից երևի բան եղել, այնց արտահոս տեղի ունեցել։ Փլուզման հետևանքը։ Շենքի մեջ չի եղել, շենքից դուրս։ Ֆակտոր TV-ին տեղեկացավ, որ շենքում գազամատակարարում չի եղել, շենքն էլ հին էր։ Պետգույքի կառավարման կոմիտեից հայտնեցին, այն իրենց հաշվեկշռում չէ։ Ում է պատկանում, հարցինի պատասխան կադաստրի կոմիտեից օրդորեցին գրավոր հարցում անել։ Փրկարարական վարչության պետի խոսքով շինությունը մասնավոր սեփականություն է։ Սեփականատերն էլ այստեղ տարածքում է եղել։ Իրանից են հետախուզությունները, իրանից են հարցրել շենքում քանի հոգ են եղել, ինֆորմացիան իրանից են ստացել։ Շենքի անվտանգության աշխատակիցը փլուզման պահին տարածքում է եղել, բայց ասաց գազի հոտ չի զգացել։ Շինության սեփականատիրոջ հետ խոսել չհաջողվեց, աշխատակիցներն ասացին տեղում չէ, խոստացան հետո կապ հաստատել, բայց մինչև օրվա ավարտն այդպես էլ զանգ չստացանք։ Տարածքում էր նաև Երևանի քաղաքապետարանի զորահավաքային հարցերի եւ քաղաքապաշտպանության վարչության պետ Արկադի Թեմուրյանը։ Պաշտոնյան վստահեցրեց, որ քաղաքապետարանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։ Մինչ այս փաստորեն որևէ քայլ չի ձեռնարկվել կամ այսինքն փլուզվելու վտանգ չի եղել։ Փլուզվելու վտանգ չի եղել, որ մարդիկ են մեջ աշխատողներ են եղել։ Քաղաքապետարանը սակայն այստեղ անելիք չունի։ Երևանի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանի խոսքով մասնավոր տարածք է։ Սեփականատերերի պարտավորությունն է առնվազն 10 տարին մեկ անգամ պատվիրել տեխնիկական վիճակի հետազննություն։ Սա սահմանված է քաղաքաշինության նորմերով։ Քաղաքաշինության կոմիտեից փոխանցեցին, հարկադրելու լիազորություն չունեն, ոչ էլ կարող են հարկադրել քանդել վթարային շինությունը, որը մասնավոր է։ Բացի փրկարար ծառայության աշխատակիցներից տեղում էին նաև քննիչները։ Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում են քննչական եւ վարութային գործողություններ։ Նման դեպքերից հետո քրեական վարույթները սովորական են։ Օրինակ 2022-ին Սուրմալույում պայթուն տեղի ունեցավ, որը 16 մարդու կյանք խլեց։ 2023-ին Խաչատուր Սուքիասյանին պատկանող Սիլաչի թաղամասում Ալրաղացի շենքի քանդման ընթացքում պատը փլուզվել էր, բեկորները լցվել էին մետրոյի գծերի վրա։ Անցյալ տարի էլ Նորարեշի 34-րդ փողոցում պայթյուն եւ փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 քաղաքացի էր զոհվել։ Այս դեպքերից հետո որևէ մեկի պատասխանատվության ենթարկվելու մասին հայտնի չի դարձել։